Բարև, հասանք Ղևդացված երկրորդ գլխուն։ Չեմ գրնար բավարար չափով բացատրել, թե Ղևդացվածի 5 ընձաները որքան կխոսին Քրիստոսի մասին։ Առաջին 3-ը, որոնք կգոչվին անուշահոտ ընձաներ, այն մասին է, թե ով է Քրիստոս։ Իսկ վերջին 2-ը մեղքի ընձաներն են, որ կխոսին Քրիստոսի փրկագործության մասին։ Այս ընձաները կխոսին ոչ միայն Քրիստոսի մահվան, այլ նաև անոր կյանքին մասին։ Երրորդ գլխու մեջ կգարտանք հացի ընձային մասին։ Անոր հիանալի գադարելիությունները կբացահայտեն Հիսուսի մարդկությունը։ Առաջին մարդուն Ադամի միջոցով է, որ կտեսնենք, թե ինչպես ամբողջ մարդկությունը չգրծավ համապատասխանել Աստծո սուրբ չափանիշները։ Միայն Հիսուս ցույց տվավ, թե Աստված ինչ սուրբ չափանիշներ կփնտրե մեր մեջ, այսինքն մարդկության մեջ։ Ահա թե ինչու Հիսուսի կյանքը երկրի վրա այնքան անուշահոտ էր Աստծո համար։ Հիմա եկեք տեսնենք բաղադրություններուն մանրամասն ցանկը, որբեսի տեսնենք, թե ինչպես կբացահայտե Հիսուսի գադարյալ մարդկային էությունը։ Առաջին համարին մեջ հացի ընձան նկարագրված է որպես փարակ ալյուրե պատրաստված եւ հացահատիկի մասերը լավ միացված, հավասարակշռված համի համար։ Այս մանրությունը կխոսի Տեր Հիսուսի լավ գազմված անձի մասին, որ այնքան լավ հավասարակշռված է բոլոր բարականերուն մեջ եւ մեզմե դարբեր առանց մեղքի։ Հաջորդ բաղադրամասը ալյուրի հետ խառնված յուղն է։ Իսկ ցիտաբդուղի յուղը Սուրբ Հոգիի նշան ու խորհրդանիշն է։ Չորրորդեն 7-րդ համարներու մեջ կգարտանք, որ ընձան շաղված էր այս յուղով։ Այդ կխոսի, թե որքան ծծուն եւ կարեւոր եղած է Սուրբ Հոգին Հիսուսի մարդկային կյանքի մեջ, երբ ան այս երկրի վրա էր։ Այստեղ ես կուզեմ ավելցնել գետմը, որ եթե Տեր Հիսուս Քրիստոս իր գադարյալ մարդկության մեջ պետք ուներ Սուրբ Հոգին, ինչ որ այդ կսե, թե որքան շատ ավելի ես եւ թուն անոր գարիք ունենք։ Չենք կրնար ոչ մեկ բան անել ինքնուրույն մենքս մեզ։ Հաջորդ բաղադրությունը գնդրուկի խառնուրդն է, որը անուշահոտություն մնե դուրս կուքա ջնշումի դակ, ջզմելով կամ ձեձելով փույսեն կամ ձարեն առնելեն ետք։ Գնդրուկը գխոսի Հիսուսի կյանքի մասին, որ հաջեցուց իր հորը, որովհետև հագարակ ջնշումներուն, հալածանքներուն եւ նույնիսկ մահվան Հիսուս անուշ հոտ մատուցանեց։ Վերջին բաղադրությունը աղն է եւ աղը գխոսի Քրիստոսի հավատարմության մասին։ Հայտնություն 19-11-ի մեջ Տեր Հիսուս կնկարագրվի որպես հավատարիմ եւ ճշմարիտ։ Մենք պետք է հետևենք անոր առաջնորդության եւ լանք հավատարիմ ու ճշմարիտ։ Այստեղ որոշ ուշադրություն կդարձվի զոհասեղանի գրագին, որը պետք է այրե ընձան։ Այստեղ գրագը չի խորհրդանշեր դժողքի, այլ Աստծո մաքրող ուժն ու զորությունը, որ Քրիստոսի կյանքեն քաղցրություն հանեց։ Ասկե ետ կուկա այն բաղադրություններու ցանկը, որ պետք է դուրս մնան ընձայեն։ Նախ թթխմորը, զորօրինակ, քանի որ այն կնկարագրե չարությունը, եւ Քրիստոսի մեջ չարություն չկա, ինչպես զոհասեղանին վրա չարիք պետք չէ ըլլա։ Ինչպես որ Հիսուս հարցուց Հովանն ու 8:46-ի մեջ, ցեզմե ով գրնազիս հանդիմանել մեղքի համար։ Ոչ ոք, քանի որ անոր կյանքի մեջ մեղք չկար։ Մեղրը նույնպես պետք չէր տրվեր ընձային մեջ։ Մեղրը ունի բնական քաղցրություն, բայց Հիսուսի մեջ չկան աբագանած սկզբունքներ, որոնք կբահանջեն բնական քաղցրություն ավելցնել։ Որովհետև Հիսուսի անձնավորությունը Աստծո համար միակ անհրաժեշտ անուշահոտ զոհաբերությունն է։ Կարևոր է նշել, որ հացի ընձային մեջ արյուն չի թափվիր, սակայն այն կընկերակցի որոշ ընձաներու, որոնց մեջ արյուն կթափվի։ Ճիշտ այնպես, ինչպես Քրիստոս զոհեց իր մարմինը քու եւ իմ մեղքերուն համար։ Սիրելիներ, հետաքրքրական է, որ հացի ընձային մեջ Աստված արժևորեց Հիսուսի սուրբ բնավորության քաղցրությունը նույնիսկ ջնշումի տակ։ Եվ ես հարց կուտամ. արդյոք այն քաղցրությունն ու անուշահոտությունը, որոնք կտեսնվին Քրիստոսի մեջ ջնշումի տակ, գարդացոլ է նաև մեր մեջ
երբ մենք ջնշումի դա գլանք։